Եթերում update լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես թողարկումը սկսենք աղմկահարույց լուրով քննչական կոմիտեի շենքից $500 միլիոն ավելի գումար գողանալու դեպքով կա ձերբակալված։ Կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանի դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Նախաքննության ընթացքում ձերբակալվել է 1 մարդ։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ օպերատիվ, հետախուզական և ապացուցողական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կքննի մայիսի 7-ին ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ վարչապետի արած մի շարք արտահայտություններ, պարզելու արդյոք վիրավորանք պարունակել են։ Մայիսի 15-ին վարույթ է հարուցվել Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը Facebook-ում գրել է, որ մայիսի 16-ին դիմել էր հանձնաժողով, պահանջելով վարույթ հարուցել վարչապետի վարքագծի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերն ու խախտում քաղաքացի պետություն հարաբերությունների հիմքը, հարգանքը, նշել է պատգամավորը։ Խորհրդարանում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հանդիպել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ։ Կայացել է նախնական քննարկում 2026-ից 2028 թվականների միջնաժամկետ ծախսերի և նախատեսվող քաղաքականության շուրջ։ Տեղափոխվենք Գյումրի, որտեղ ավականու արտահերթ նիստ է գումարվել, օրակարգում 13 հարցեր։ Հատկանշական է, որ ընդդիմադիր անդամները ևս համակարծիք են եղել ներկայացված նախագծերի հետ։ Նիստն անցել է հանգիստ մթնոլորտում առանց միջադեպերի, իսկ մինչև նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ավականու անդամները պատասխանել են հարցերին։ Ինչպես է ընթանում համատեղ աշխատանքը, ստացվում է արդյոք համագործակցությունը, հեշտ է արդյոք Վարդան Ղուկասյանի հետ և որոշներն արդյոք մտավախություն չունեն հնարավոր սցենարների կիրառման։ Լավ բանը նա է, որ Գյումրի քաղաքը մերժեց գործող իշխանություններին, վատ բան էս բանը չեմ կարող արձանագրել, կաշխատենք ընթացքը ցույց կտա։ Իմ կարծիքով գյումրեցիները թասիբով պետք է պահեն մինչև վերջ եւ ոչ մի դավաճանական հայեցողությունների չտրվեն եւ պահեն այն հաղթանակը, որը գյումրեցին արձանագրել է։ Մեր ծրագրերը, մեր մանդատները ծառայեցնել գյումրեցիների այսպես խոշորացույցով հետևելու ենք կատարվող աշխատանքներին, իրականացվող ծրագրերին, մենք մեր լիազորությունները ծառայեցնում ենք գյումրեցիներին, նորից նույնը կրկնեցի, ուրիշ ծրագիր չունենք։ Մեր բոլոր ծրագրերը կախված է մեր հարազատ քաղաքի, մեր երկրի, մեր պետականության, ինքնիշխանությանը եւ մեր քաղաքացիների բարօրությանը։ Կոալիցիոն համաձայնագիր որպես այդպեսին չկա, որովհետեւ չկա կոալիցիա ու չկա ստորագրված հուշագիր, բայց աշխատանքները, ինչպես տեսնում եք, ընթանում են նորմալ։ Քաղաքապետը իր աշխատակազմը նոր սկսում է հունի մեջ մտնել, ինչը պարզ ու հասկանալի է։ Բոլոր այն հարցերը, որոնք մենք ունենք առաջնային փորձում ենք լուծել հենց տեղում, խորհրդակցելով փոխքաղաքապետի հետ, բաժնի պետերի հետ ներկայացնելով խնդիրները, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ եթե համարենք, որ մի ամիս է, իրական աշխատանքը տեղի ունենում, մեկ ամսվա ընթացքում ինչ հարց ներկայացրել ենք, շատ արագ արձագանք ենք ստացել, թե հարցի պատասխանի տեսքով, թե ժամկետների տեսքով, երբ այդ հարցերը սկսեն կարգավորվել, այնպես որ էական բան չեմ տեսնում, էլի, աշխատանք տեսնում եմ, որ սկսվել է աշխատանք։ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Քննարկվել են Հայաստան-Միացյալ Նահանգներ օրակարգի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկել են նաև հետագա երկկողմ գործակցության հարցեր։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ից 21-ը երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Երևան։ Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածության ֆոնին այս այցը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից։ Թեմային անդրադարձել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խնդրեմ։ Շնորհակալություն, բարի երեկո հարգելի բարեկամներ։ Սպասիբը Պուտինից մինչև Պուտին մարդասպան։ Հայաստանյան հայերի մասնակցությամբ ցույցերի էվոլյուցիան մեր աչքի առաջ էր։ Իհարկե գազམ་ակերպիչներն ու գործող դեմքերն էին ուրիշ, բայց այն, որ Լավրովի Երևանյան այցի ժամանակ արտաքին գործերի նախարարության դիմաց ցույց է կազմակերպվելու, հայտարարել էին նախօրեին։
Արևմտյան կողմնորոշում ունեցող մի խումբ քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց ակցիա են իրականացրել Լավրովի այցի դեմ բողոք արտահայտող մի շարք պաստառներ պարզելով։ Ռուսաստանի արտգործնախարարի ու նախագահ Վլադիմիր Պուտինի նկարներն էին տարածում, պահում էին ձեռքներին մարդասպաններ գրությամբ եւ մի քանի այլ կոչեր եւս հնչեցին։ Նրանց հետևում էին իհարկե ոստիկանները, ուժայինները ակցիայի մասնակիցներին հորդորեցին հեռանալ այդ հատվածից եւ ակցիան շարունակել օրինակ դիմացի մայթում, սակայն գործող դեմքերից բանակցությունների արդյունքում համաձայնության չեկան, արդյունքում հրմշտոց սկսվեց, ոստիկանները հավաքվածներին հրեցին դեպի դիմացի մայթ։ Բարեկամներ, անկեղծ սկզբում ես կարծում եի, որ իշխանությունների այսպես լուռ համաձայնությամբ է այս ամենը տեղի ունենում, նկատի ունեմ ցույցերի արտոնությունը, հայ-ռուսական այս կնճռոտ հարաբերությունների ֆոնին, իհարկե բազում անպատասխան հարցեր են եղել եւ կարծում եի, որ որոշակի օժանդակություն կա։ Ես գիտեմ նաեւ մեր հասարակության լայն շերտերի վերաբերմունքը Ռուսաստանի գոնե քաղաքականության առումով, որ ուղղված է մեր դեմ, բայց պատկերը երբ տեսա, նկատի ունեմ թե հրմշտոցը եւ թե եկեք լինենք անկեղծ, ցույցի մասնակիցների թիվը, ներկայանալու ձևաչափը, ասացի, որ ոչ, դժվար թե մեր իշխանությունները կապված լինեն այս ամենի հետ, նկատի ունեմ, որ եթե կապ ունենային, գոնե մարդաշատ կլիներ։ Հետաքրքրական է եւս մեկ դրվագ։ Շնորհակալության խոսքեր չեղան։ Դե նկատի ունեմ մեղադրական սպառնալիքներ, մեղավորներ եւ այլն այս ամբողջ տրամաբանության մեջ լավ կլիներ, որ եթե մի կողմից մեղադրանքներ են եղել, մյուս կողմից երախտիկի խոսքեր հնչեին։ Գիտեք, մեզ մոտ գոնե ընդդիմության մի մեծ դաշտ շատ պրոռուսական դիրքորոշում ունի, ընդդիմության առաջնորդներից մեկը ընդհանրապես բացեբաց մի քանի անգամ Ռուսաստանին միանալու մասին է խոսել, միութենական պետության տրամաբանությամբ, ավելին մեր հայրաքաղաքի ղեկավարը ցանկանում է անգամ Հայաստանը Բելարուսի օրինակով տեսնել Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ։ Պարոն Ղուկասյան, ի վերջո դուք կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ են։ Բելարուսի սկզբունքով։ Այնուամենայնիվ Լավրովը շրջում էր ժպիտով եւ կարծես ամեն ինչ նորմալ էր գոնե արտաքնապես։ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ բաց թեմաների մասին խոսելու եւ անգամ այն թեմաների մասին, որոնց վերաբերյալ կողմերը տարբեր տեսակետներ ունեն, մասնավորապես Հարավային Կովկասում զարգացող գործընթացների վերաբերյալ։ Լավրովը նաեւ հավելեց, որ վերջին տարիներին Մոսկվայի եւ Երևանի միջև հարաբերություններում նրբություններ են առաջացել դիրքորոշումներում, թե ինչպես են կողմերը տեսնում հարաբերությունների դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության հետագա զարգացումները, այդ թվում ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Ես հիշեցնեմ, որ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, ընդհանրապես ես հասկանում եմ Հայաստանի գոնե պաշտոնական դիրքորոշումը այս ամենի շուրջ, մենք վիրավորված ենք, հերթական անգամ մեր սպասելիքները բոլորովին այլ էին, մեր երազանքները նույնպես այլ էին, իդեպ մենք վաղուց պիտի գոնե պատմական իմունիտետ ձեռք վերացրինենք, որ Ռուսաստանի հանդեպ մեր սպասումները այդքան էլ հաճախ չեն իրականանում, քանզի տեր փնտրող ժողովուրդը միշտ էլ ծառայ է մնում, բայց պատմական առումով կարծում եմ վաղուց ժամանակն է հասկանալու, որ ընդհանրապես կայսրությունները, բոլոր կայսրությունները գաղութների տրամաբանությունից դուրս են գործում։ Այնտեղ վերևներում բոլորովին այլ հոսանքներ են, բոլորովին այլ քայլեր, կայսրության տրամաբանությունն էլ ուրիշ է։ Ընդհանրապես մետրոպոլիան եւ գաղութը բոլորովին այլ օրակարգեր են ունենում։ Մեզ մոտ հաճախ են խոսում ինքնիշխանությունից, սուվերենությունից, յուրաքանչյուր ոք կապ չունի իշխանություն է, ընդդիմություն է, այդ բառերը շատ հաճախակի են օգտագործում։ Բայց իրական ինքնիշխանությունը գիտեք երբ է հաստատվում։ Իրական ինքնիշխանությունը հաստատվում է այն ժամանակ, երբ կայսրությունը
օրինակի համար մի փոքրիկ աննշան ճանապարհ է փակում ու քո ազգային անվտանգություն հանդիսացող ծիրանը չի նեխում վրացական սարերում։ Մտածեք այդ ուղղությամբ։ Շարունակենք, մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ասել է, որ վերջին շրջանում նկատվում է որոշակի ակտիվացում Հայաստանի քաղաքացիության համար դիմելու մասով։ Եթե տարեսկզբին օրական մոտ 20 դիմում էր, ապա այժմ օրական 40-ից 50։ Հիշեցնեմ, նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալներով 2023 թվականի սեպտեմբերից հետո 115365 մարդ է տեղահանվել։ Գիտեք, որ քաղաքացիություն ստանալու անհրաժեշտություն ունեն միայն չափահաս անձինք, անչափահասների պարագայում անձնագրի փոփոխությամբ, ծնողների քաղաքացիության ստանալու պարագայում անձնագրի ուրեմն փոփոխությամբ կարող է երեխան նույնիսկ ծնողներից մեկի քաղաքացիություն ստանալու պարագայում երեխան ուրեմն ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն 2000-ից ավելի դեպք ունեինք նաև անչափահասների պարագայում ինտենսիվությունը նկատում ենք որոշակի ակտիվացում, եթե տարվա սկզբին օրական դիմումների քանակը կարող էր տատանվել 20-ի չափ, ապա վերջին շրջանում 40-ից 50-ի չափ մենք օրական նմանատիպ դիմումներ ենք ստանում, ըստ այդմ այսքանը։ Կարծում եմ նաև այստեղ իրազեկման էական կոմպոնենտ կա, գիտեք, որովհետև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության թեմատիկայի շուրջ բավականին միֆեր են հյուսվել եւ այդ միֆերը բավականին լայն տարածում են ստացել երբեմն հիմքեր չունենալով իրականության մեջ ընդհանրապես որևէ իրավական հիմնավորումներ չունենալով որևէ ոչ միայն իրավական այլ իրականության հետ կապված որևէ հիմնավորումներ չունենալով մենք հնարավորինս ինտենսիվ փորձել ենք իրազեկման աշխատանքներ իրականացնել եւ մարդկանց բացատրել այս բավականին բարդ թեման դյուրին չէ, ընդունում եմ եւ բազմիցս անձամբ էլ բախվել եմ այս իրավիճակին Տիկին Վզիրյանը ինձ հիշեցրեց իմ տարիների աշխատանքը նաեւ այս ուղղությամբ բայց վերջին շրջանում նկատում ենք որ մարդիկ արդեն ընկալում են որ իրավական առումով անհրաժեշտություն կա երկարաժամկետ իրավական կապ ստեղծել Հայաստանի Հանրապետության հետ իսկ երկարաժամկետ իրավական կապը Հայաստանի Հանրապետության հետ կարող է դրսևորվել միմիայն քաղաքացիության ճանապարհով Ներքին գործերի փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում այսուհետև գործելու են թվային վարորդական վկայականներ եւ թվային հաշվառման վկայագրեր։ Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է ժամկետ եւ երբ խորհրդարանն այն ամբողջությամբ ընդունի, օրենքը կմտնի ուժի մեջ։ Վարորդական վկայականներն առնվազն սեպտեմբերի 1-ից կկոնվերտացվեն թվային վկայականների։ Մեկ այլ նախաձեռնությամբ էլ սահմանվում է, որ եթե բարեկային ծառայության աշխատակիցը կարողանում է նույնականացնել վարորդին, այդ պարագայում չի կիրառվում վարչական այն իրավախախտումը, որը նախատեսված է օրենսգրքով, այն է վարորդական վկայականն իր մոտ չունենալը։ Եթե նույնականացում է տեղի ունենում եւ հավաստվում է, որ անձն ունի վարելու իրավունք, ապա իրավախախտումը չի կիրառվում։ Այս պայմանությամբ նախագծով նախատեսված է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլոր այն անձինք, ովքեր կունենան վարորդական վկայականներ Հայաստանի Հանրապետությունում, նրանց ունեցած վարորդական վկայականները փոխատեղվեն թվային վարորդական վկայականներին, այսինքն բոլոր նրանք, ովքեր ունեն վարորդական վկայական, կհամարվի, որ ունեն նաև թվային վարորդական վկայական, սակայն այն անձինք, ովքեր նոր պետք է ձեռք բերեն վարորդական վկայական, նրանց կներկայացվի, այսպես ասած, ընտրության հնարավորություն, առավել փոքր տուրքով անձը կարող է ձեռք բերել թվային վարորդական վկայական, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում օրինակ ունենալ այդ պլաստիկ վարորդական վկայականը հիմնականում եթե ցանկանում են երկրից դուրս գալ մեքենայով եւ այդ պարագայում տուրքը մի փոքր ավելին է եւ անձը ուրեմն հնարավորություն կունենա ստանալ պլաստիկ վարորդական վկայական Քաղաքացիներն առավոտից փակել էին Արցախի փողոցից Ջեք եւ Արինբերդ փողոց տանող խաչմերուկը։ Բողոքում են, որ այդ հատվածում բազմաթիվ արտադրական օբյեկտներ կան, իսկ ճանապարհն անմխիթար է, մեքենաները երթևեկելուց խափանվում են։ Ակցիայի մասնակիցներն ասել են, որ 2 ամիս առաջ էլ նույն խնդրով ակցիան անցկացրել, բայց պատկան մարմինները խնդիրը չեն լուծել։ Նրանց մոտեցել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, հայտնել, որ փողոցը հիմնանորոգելու մրցույթի է դրված եւ քանի որ գրունտային խնդիրներ կան, միջին նորոգում հնարավոր
հնարավոր չի անել։ Վարչական շրջանի ղեկավարը վստահեցրել է, որ տարվա ընթացքում կնորոգվի, բայց չեն հավատում։ Ոչ մի աշխատանք չի կատարվել, ոչ մի արձագանք չի եղել։ Կոմունալ բաժնի աշխատողներից մեկը ներկայացավ, որ աշխատանքը ուժի մեջ է, ոչ մի գործ չեն արել, ինքները տեսեք դուք, ոչ մի աշխատանք ավելի է ճանապարհի վիճակը վատացել։ Մարդիկ ամեն օր տեղով գործի են գնում գալիս։ Ու բնականաբար բոլորն էլ հարկատու են հանդիսանում ստեղ։ Հիմա ես ձեզ խոստանում եմ, այսպիսի շաբաթվա մեջ ուղակի կբերեմ տաշվածքով կուղենք, ես նոր խոսեցի, որ քաղաքապետը տեղյակա, մինչև տենդերը հենց կայացավ, աշխատանքն սկսենք։ Օր չեմ կարող ասեմ, ինչի համար բացման օր կա, ստորագրման օր կա, տեղ նոր բաներ կա, չեմ կարող ես մանրակը գիտասեմ, բայց այս տարի աշխատանքները արվել են։ Ակցիային արձագանքել է նաև քաղաքապետարանը։ Խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է, որ Արինբերդի փողոցի եւ Արցախի պողոտայի խաչմերուկը Արինբերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծը հաշվարկային փաստաթղթերը քաղաքապետարանի կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի, բայց մրցույթին հայտ չի ներկայացվել։ Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն։ Այս պահին առաջարկում եմ ծանոթանալ միջազգային լրահոսին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, սակայն չունի դա անելու ցանկություն, քանի որ գոյություն ունի իսլամական հեղափոխության առաջնորդի ֆեթվա, որն արգելում է նման զենքը։ Այսօր Ռոմում ԱՄՆ-ի հետ նախատեսված միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունների 5-րդ փուլի նախօրեին Արաղչին Իրանի ազգային հեռուստատեսության եթերում ընդգծել է, որ երկիրը հետ չի կանգնելու իր միջուկային իրավունքներից։ Արաղչին նաև նշել է, որ եվրոպացիները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին, սպառնալով գործարկել 2015 թվականի միջուկային համաձայնագրում ներառված հատուկ մեխանիզմը, որով նրանք կարող են վերականգնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտ Իսրայելի դեսպանատան 2 աշխատակիցների սպանությունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նշել է, որ 2 առաջնորդները նաև քննարկել են Իրանի թեման։ Մայիսի 23-ին Ռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ։ Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության համաձայն Թրամփը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում խորը ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան 2 աշխատակիցների սպանության կապակցությամբ։ Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան 2 աշխատակիցները սպանվել էին մայիսի 21-ի երեկոյան, երբ դուրս էին գալիս հրեական թանգարանում անցկացված միջոցառումից։ Հանցագործը հանցանքը կատարել է ի աջակցություն Գազայի։ Ըստ ականատեսների եւ իրավապահների կասկածյալը բացականչել է ազատություն Պաղեստինին եւ ասել է, որ դա արել է հանուն Գազայի։ Եվրամիության խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցի շուրջ։ Եվրոպական միության վերաբերյալ պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան։ Այս մասին նշված է Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված օրակարգում։ Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Եվրամիության պետությունների առանձին իրավունքների, այդ թվում Եվրամիության խորհրդում երկրի ներկայացուցիչի ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն կապված ընդհանուր արժեքներին հակասող գործողությունների հետ։ Ավելի վաղ բրիտանական թերթերից մեկը տեղեկացրել էր, որ Եվրամիության շատ պաշտոնյաներ քննարկել են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու թեման, քանի որ Բուդապեշտը հնարավորություն ունի արգելափակելու Եվրամիության հանգուցային այն որոշումները, որոնք առաջին հերթին վերաբերում են Ռուսաստանին։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաջորդ շաբաթ կայցելի Իրան, Ադրբեջան եւ Թուրքիա։ Հանդիպումներ կունենա այդ երկրների պաշտոնյաների հետ։ Շարիֆը շնորհակալություն է հայտնել նրանց Հնդկաստանի հետ վերջին լարվածության ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ Հաղորդվում է, որ այցի նպատակը այդ երկրների հետ դիվանագիտական կապերի ամրապնդումն է։ Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը հաստատել է, որ հանրապետությունում ուժի մեջ է մտել Բելարուսի եւ Ռուսաստանի քաղաքացիների համար երրորդ երկրների ավտոմեքենաների արտահանման արգելքը։ Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մայիսի 15-ից Վրաստանն ամբողջությամբ արգելել է Ռուսաստանի եւ Բելարուսի քաղաքացիների համար մարդատար ավտոմեքենաների եւ հատուկ տեխնիկայի արտահանումը երկրից։ Վրաստանը կատարում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ
եւ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները, մասնավորապես պատժամիջոցների 11-րդ փաթեթը, ըստ որի Բելարուսի եւ Ռուսաստանի քաղաքացիներին արգելվում է ավտոմեքենաների վերաարտահանումը Վրաստանից երրորդ երկրներ, ասվում է հաղորդագրությունում։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ արգելքը չի տարածվում այլ երկրների քաղաքացիների կողմից ավտոմեքենաների վերաարտահանման վրա։ Բացի այդ, ինչպես նշում է ներքին գործերի նախարարության ծառայության գործակալությունը, 2023 թվականից գործում է կանոնակարգ, որն արգելում է տրանսպորտային միջոցների եւ հատուկ սարքավորումների վերաարտահանումը անմիջապես Ռուսաստան կամ Բելարուս։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկել է բանտային բարեփոխումներ, որոնք թույլ կտան Անգլիայում եւ Ուելսում պայմանական վաղաժամկետ ազատ արձակել բանտարկյալների մեծ մասին իրենց պատժի 1/3-ը կրելուց հետո։ Բրիտանացի բանտարկյալների մեծ մասը բանտից ազատ է արձակվում իրենց պատժի կեսը կրելուց հետո, սակայն անցյալ տարի բախվելով բանտերի գերբնակեցման խնդրին, լեյբորիստական կառավարությունը որոշել է ազատ արձակել 5 տարուց ավել ազատազրկման դատապարտված հանցագործներին իրենց պատժի 40%-ը կրելուց հետո։ Սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ ուժի մեջ էին այս արտակարգ միջոցառումները, կառավարության տվյալների համաձայն ազատ է արձակվել ավելի քան 16000 բանտարկյալ։ Հինգշաբթի ելույթ ունենալով համայնքների պալատում արդարադատության նախարար Շաբանա Մահմուդը շեշտել է, որ բարեփոխումը չի վերաբերի հատկապես ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին։ Նրանք ինչպես նախկինում պետք է կրեն իրենց պատժի առնվազն 2/3-ը։ Նույնը վերաբերելու է նաև ահաբեկչության համար դատապարտվածներին։ Վաղաշաբաթի ոստիկանների կասկածը հաստատվել է, հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա, ավելին տեսանյութում։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վաղարշապատի Միչուրինի փողոցի մի բնակիչ աճեցնում է կանեփ եւ ապօրինի պահում մարիխուանա։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 20-ին 62-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն։ Բակում հայտնաբերվեց կանեփի մշակված 13 բույս։ Հայտնաբերվեց նաեւ մարիխուանայի նմանվող զանգվածներով 2 տարա, 65 եւ 29 գրամ քաշերով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այժմ օրվա խորհուրդը հանրապետության դպրոցներում այսօր հնչել է վերջին զանգը։ Ավելի քան 61000 շրջանավարտի վերջին դասն է եղել։ Օրվա առթիվ Ժաննա Անդրեասյանն ուղերձ է հղել։ Համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից սխալներից սովորելով, երբեք չընկճվելով եւ աճող կենսունակությամբ։ Դպրոցը նաեւ դրա մասին է, ձեզ կյանքին պատրաստելու ոչ միայն գիտելիքներով, այլև էմոցիոնալ եւ հոգեվոր հասունությամբ։ Միշտ չէ, որ սովորականը նաեւ ճիշտ է։ Վերջին զանգը ձեր մասին է, ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների։ Դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին։ Այդ հույզերի մեջ անպայման կան ձեր ուսուցիչները, որոնք ձեր կյանքի շատ կարևոր մասն են իրենց խորհուրդներով եւ ներկայությամբ, իրենց մեծ աշխատանքով։ Շնորհակալություն հայտնեք նրանց այդ մեծ աշխատանքի համար։ Ուսուցիչ լինելն ամենադժվար աշխատանքներից մեկն է։ Չկա մի բան, որ չեք կարող անել, եթե շատ եք ուզում ու շատ ջանք եք դնում դրա համար, ասված է ուղերձում։ Ժամը 12-ի դրությամբ մայրաքաղաքում եւ մարզերում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել վերջին զանգի միջոցառումների մասնակիցների 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ։ Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մեքենաները երեխաներին վստահելուց, յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված ծառայությունը շարունակվում է։ Կառավարությունը կփոխհատուցի տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50%-ը, ավելին տեսանյութում։ Կառնուցի ֆերմերը 3 տարի առաջ երկընտրանքի մեջ էր, այծեր պահել կաթիցել մոցարելա պանիր արտադրել, թե տոհմային ոչխարաբուծությամբ զբաղվել։ Երկար ծանրութ հետևից հետո նախապատվությունը տվեց երկրորդ բիզնես մտքին։ Շիրակի մարզում առաջին ինքն էր, որ Ֆրանսիայից բլանշ ցեղատեսակի տոհմայիններ բերեց։ Նորեկները հյուսիսից ցուրտ կլիմային սպասվածից հեշտ հարմարվեցին։ Մեր ֆրանսիական ոչխարները շատ աշխուժ են, շատ երանդուն, օրական մինչև 20-ից 25 կիլոմետր կարողանում են գնալ հանդերում, արածել հետ կան։ Հայրենի գյուղում սրնդեսերունդ անասնապահությամբ են զբաղվել, տեղական ոչխարների փոխարեն տոհմայիններ պահել բազմացնել որոշեց, երբ հաշվարկներ արեց, որ գործումներ դրած ջանքից շահույթն ավելին կլինի։ Մեր տեղական հետ համեմատած 20-ից 30%
բարձր մտերատվություն ունեն, պահանջարկ արդեն Հայաստանում կա, մեռամեռնի միսը շատ համեղ միս է։ Արժեքներն էլ թանկ է, ինքը մեր տեղականի հետ համեմատած 5-ից 6000 դրամ է 1 կիլոգրամը։ Սուբսիդավորվող տոկոսագումարներով կառուցած ընդարձակ ֆերմայի սպիտակամորթ բնակիչների քանակը 2 տարում գրեթե կրկնապատկվել է, 239 կենդաներ ներկրել, հիմա մոտ 500-ն ունի չհաշված, որ ընթացքում նաև վաճառել է։ Բլանշերը ոչ միայն մսատվությամբ են շռել, պտղաբերությամբ նույնպես։ Տեղական ոչխարը տարին մի անգամ է ծակ տալիս եւ մի հատ է տալիս, շատ հազվադեպ դեպքերում են լինում, որ 2 հատ են տալիս, բայց այս սորտը արդեն երկրորդ ծերունդն ենք ստացել ներկրածից, 60-65% զույգ են բերում։ 2022-ին կենդանիներին գնեց սեփական միջոցներով, որից հետո պետությունից ծախսի 23%-ի փոխհատուցում ստացավ որպես աջակցություն ոչխարաբուծության զարգացման ծրագրով։ 2019-ից 23-ի ընթացքում ծրագիրը 2 բաղադրիչով էր աջակցություն նախատեսում, վարկերի տոկոսների սուբսիդավորում ու փոխհատուցում ներկրված մանր եղջերավորի արժեքի մինչև 27%-ի չափով։ Ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման նոր ընթացիկ քառամյա ծրագրով գործում է բաղադրիչներից մեկը՝ փոխհատուցմանը լավարկված պայմաններով։ Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել տոհմային բարձրարժեք ոչխարների այծերի արժեքի 50%-ի չափով, եթե տեղի շուկայից ձեռք բերեն, ապա մինչև 300,000 դրամի 50%-ը, եթե արտերկրից ներկրեն, մինչև 450,000 դրամի 50%-ն է նախատեսվում փոխհատուցել։ Մեր երկրի բնատնտեսական ներուժը նպաստավոր է անասնաբուծության զարգացման համար, ոչխարաբուծությունը խթանելու համար արոտավայրերի խնդիր չունենք։ Հակառակը ունենք չօգտագործվող ընդարձակ տարածություններ, որոնց արդյունավետ օգտագործման դեպքում առանց բնապահպանական խնդիրներ հարուցելու հնարավոր կլինի մանր եղջերավորների գլխաքանակն էական ավելացնել, նաև արտահանման ցուցանիշները փոխել, տարեկան հասցնելով մինչև 400,000-ի։ 25 թվականի հունվարի 1-ի դրությամբ ըստ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների ունենք շուրջ 685,000 գլուխ մանր եղջերավոր կենդանի։ Ծրագրի 24-28 թվականների ընթացքում նախատեսվում է 10,000 գլխի ձեռքբերում եւ տեղի շուկայից եւ արտերկրից։ Ակնկալում ենք, որ հետագա տարիներին կստացվի առնվազն 20,000 սերունդ։ Գենոֆոնդն ենք լավացնում, կավելանա պտղատվությունը, աճի ինտենսիվությունը, սեզոնայնությունը, զուգավորման կարող է փոփոխվել։ Կառնոցի ֆերմերը վստահեցնում է, որ ներմուծած ֆրանսիական բլանշերից Շիրակում ծնված սերունդն ավելի տոկուն է, ավելի ադապտացված մեր բնակլիմայական միջավայրին։ Կողքից իր բռնած գործի հաջողությունն աչքի տակ ունենալով շատերն են մոտենում, փորձում ներգրավել գործում, իր ռեսուրսներն էլ արդեն թույլ են տալիս դառնալ ծրագրի գործընկեր։ Տոմային քարտերը լրացրել ենք, մարտիկ կաներ հետարկրվում են, պայմանավորություն ունենք արդեն, որ մեր բուծածները գնեն եւ նոր ֆիրմա յանքինեն։ 2024-ից 28 թվականների ծրագրի բյուջեն 1 միլիարդ 950 միլիոն դրամ է, միայն 2025-ին նախատեսվում է տրամադրել մոտ 290 միլիոն դրամ փոխհատուցում։ Եվ եղանակ հանրապետության մարզերում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ վաղը կեսօրից հետո։ Երևանում նույնպես վաղը ուշ երեկոյան եւ գիշերը հնարավոր են տեղումներ, ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հաջողություն։